ԱՄՆ նախագահը հետ է կանչում Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ և Տրամփի շրջանակից քաղաքական գործիչներ ասում են, որ սա արվում է Deep State-ի դեմ պայքարի շրջանակներում։ Deep State-ը դա խորհրդային պետությունն է, որը, ասեմ ինչ է, տարբեր մարդկանց միջև, ազդեցիկ մարդկանց միջև, պետական պաշտոնյաներ, հատուկ ծառայության աշխատակիցներ, զինվորականներ, բիզնեսմեններ, ցանցային կառույցներ են դրանք, որոնք ունեն սեփական օրակարգերը սովորաբար պետական օրակարգին հակադիր և հետևաբար իրենք ծառայում են այդ օրակարգերին զբաղեցնելով պետական պաշտոններ։ Եվ Տրամփը հայտարարում է, որ երբ կայս իշխանության պայքարելու է Deep State, որ ԱՄՆ-ում Deep State կա և պետք է պայքարի դրանց դեմ։ Հիմա Հայաստանում ԱՄՆ դեսպանը և այլ թվում 30 այլ դեսպաններ տարբեր երկրներում շուրջ հետ են կանչվում Deep State-ի խորհրդային պետության դեմ պայքարի շրջանակներում։ Սա ի դեպ այն կինն է, որին շարունակաբար շատերը նամակներով տեղեկացրել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պատվերներով ապօրինությունների մասին։ Ես ինքս հանդիսանալով ամերիկյան State Department-ի կողմից ֆինանսավորված ԱՄՆ-ում սովորած, Ատլանտայում սովորած անձ, իրանց այդ կրթական ուղղության alumni, այսինքն կրթաթոշակառու, ես ինքս այդ կնոջը նամակով քանիցս տեղեկացրել եմ, որ Հայաստանում քաղաքական պատվերով իրապահ համակարգը կեղծ գործեր է կարում ընդդիմախոսների նկատմամբ, բայց ոչ մի արձագանք այդ կնոջ կողմից։ Նույնիսկ ԵՄ դեսպանը իմ նամակին արձագանքել է, ճիշտ է ֆորմալ պատասխան, բայց այս կինը երբևէ չի պատասխանել որևէ նման նամակի և նախընտրել է լռել, նույնիսկ այն օրերին, երբ մարդկանց վրա նռնակներ էին նետում խաղաղ ցուցարարների վրա, նա կանգնել է իրավապահ համակարգի կողքը, քաղաքական այս իշխանության կողքը և հայտարարել է, որ ցուցարարներն էին մեղավոր, որ այդպես է եղել։ Հետևությունը թողում եմ ձեզ, ժողովուրդ ջան։